2024 թվականին բացվեց ազգային ժողովի բացօթյա սրճարանը։ Ահա այն։ Որի համար ծախսվել է 100,000 ԱՄՆ դոլար, մոտավորապես 38 միլիոն 235 հազար դրամ։ Եկեք միասին հասկանանք, ինչի համար են ծախսվել պետական բյուջեի գումարները։ Մոտավորապես 100,000 դոլար։ Եգիպտական բուրգեր են կառուցել ստեղ։ Դեռ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ բացվեց ազգային ժողովի բացօթյա սրճարանը, պատգամավորներին հարցրել էինք, արդյոք արժեր նման թանկարժեք սրճարան ունենալ ճաշարանին զուգահեռ, իսկ պատգամավորները անգամ չէին մտածում, որ սրճարանը կարող է արժենալ գրեթե 100,000 ԱՄՆ դոլար։ Միանշանակ արժեր, բայց որ տեսնում ենք, չեմ կարծում, թե մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի աթոռների եւ սեղանների համար հատկացվել է գրեթե 3 միլիոն դրամ։ Ձեռք է բերվել 11 սեղան, 62 աթոռ, իսկ այստեղ այս պահին գտնվում է 12 սեղան, 51 աթոռ։ Որտեղ են մնացած աթոռներն ու սեղանները կամ ինչպես են ավելացել եւ պակասել պայմանագրում չնշված հիմքերով, անհասկանալի է։ Ես գիտեք, շինարարության գների հետ շատ տեղյակ չեմ, բայց 38 միլիոն դրամ, այսինքն մոտ 100,000 դոլար մի քանի սեղանի աթոռի համար։ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ձեռք է բերվել 11.5 միլիոն գրեթե 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բար, իսկ ներսի սարքավորանքներն ու կահավորանքն արժեցել է գրեթե 7 միլիոն դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմը բացօթյա սրճարանի համար ձեռք է բերել 8 անձրևանոց 1 միլիոն 200,000 դրամ արժողությամբ, մեկ անձրևանոցի համար վճարելով 140,000 դրամ, իսկ այդ անձրևանոցը սովորական օրինակ լիստայում վաճառվում է 27,000 դրամով։ Հարկ է նշել, որ այժմ ազգային ժողովի բացօթյա սրճարանի բակում տեղադրված է ոչ թե 8 անձրևանոց, այլ 10։ Օրինակ ինձ դուր չի գալիս այս շարը, ինձ դուր չի գալիս ընդեղ անորակ են արել։ Որտեղ ես սիրում եմ իմ երկիրը։ Ոչ թե ես ասում թանկա թե հիմա կասենք փուղ են, ձեզ էլ ասում եմ, ասեք ով է սա։ Սրա հեղինակը թող գա ուղի։ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի սալիկապատ ջեմուղու համար ազգային ժողովը հատկացրել է 8 միլիոն 800,000 դրամ, գրեթե 9 միլիոն դրամ, որը համարժեք է 23,000 ԱՄՆ դոլարի։ Տոմետները փոխվել են 3 անգամ, կնքվել է 3 պայմանագիր սալիկների փոփոխման համար, սակայն թե ինչու, պարզ չէ։ Սա ազգային ժողովի բացօթյա սրճարանի ջրվեժն է, որի համար պետական բյուջեից հատկացվել է 3 միլիոն 470,000 դրամ, գրեթե 9,000 ամերիկյան դոլար։ Ես կարծեմ ազգային ժողովը լրիվ այլ առաքելություն ունի, քան թե ջրվեժ եւ բար կառուցելը։ Ավինյանը այս ընթացքում ինչ քաղաքապետ ա եղել։ Ուրեմն իր համար առել է մի հատ Mercedes դասի էլեկտրական մեքենա, ընդամենը 32 միլիոն 987 հազարով, այսինքն 85,000 դոլարով։ Ինքը իր համար։ Դες հետարքիր է, պարոն Ավինյան, դուք ձեր գումարներով ձեզ երբևէ կառնեք։ Մամայան, ավարտեք ձեր ժամանակը ավարտում եք։ Մի բան էլ ասեմ, այս ասեմ, բայց մի քիչ կթողեք։ Եվ ամենակարևորը, ընդամենը մի քանի առաջ Լոս Անջելես ա մեկնել պարոն Ավինյանը, ուրեմն մի քանի 9 հոգով են գնացել, ուրեմն ինքը մենակ պարոն Ավինյանը իր տոմսի համար, բիզնես կլասի տոմսի համար ծախսել է, ուշած մի հատ խնդրում եմ ցույց տվեք, սա մարդիկ տեսնեն, որովհետև սա ես չէի հավատում, ինչեւ փաստաթուղթ չեն տեսել, սա անհավատալի է։ 7 միլիոն 650,000 դրամ։ Գիտեք ինչի համար, որ հարմարավետ թռնի հասնի Լոս Անջելես։ Ուրեմն ես հաշվարկել եմ, ժողովուրդ, գույք հարկից եմ խոսում, հաշվարկել եմ։ Ուրեմն սա անվա Ավանին հասարակ շենքերից 9 արկանի շենքերից մեկն են վերցել, 43 շենքի բնակիչ այս տարվա իրանց գույք հարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար սենց դստարանում։ Դա 1948 ընտանիք է։ Այս մարդը քաղաքապետ է, էլի, ուզում եմ 6,000 Երևանցի։ Հարգենք, հիմա դուք կխոսեք պարոն Ավինյան։ Ես խոսում եմ, դուք լռեք։ Ինչպես դուք 6,000 մարդ, 6,000 մարդ, դուք այս տարի տվել եք